ընթացը տեչ է, և դուք ասում եք հասակետներ, ասել եք, որ հաստատվանեք ավելի պարծասեք, թիրախավորված էիք դուք։ Տեսեք, այդ օրվա հետ կապված իմ համար ամենայն անգեղծությամբ չասեմ զարմանալի էր, բայց աբսուրդի ժանից էր, երբ որ օրինակ կար որոշում ձերբակալելու բերման ենթարկելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանին, իմ համար առաջի հարցը, որ մինչև այսօր չունի պատասխան, վերաբերում է նրան, թե լավ, ինչի ծանուցում տեղի չի ունեցել, ինչի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանին չէին հրավիրել, ուրիշ բան ասեմ, ինչի էր այդ օրը այդքան շատ ոստիկանական մեծ թվով մեքենաներ և չասեմ զորք, բայց չափից ավել քանակ ոստիկաններ էին, եթե ճիշտ եմ հիշում, նաև ԱԱՑ-ից ունենք բավականին մեծ թվով անձինք, այս ամենը ավելի շատ վերաբերում էր, չեմ ուզում ասել շոու, բայց կարծես ինչ-որ բեմականացում լիներ, որովհետև այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Գյումրու քաղաքապետին կանչեին, այսինքն այս ամեն ինչը հնարավոր էր անել առանց աղմուկի, բայց իշխանությունները, ինչպես հասկացանք, ընտրել էին երկրորդ տարբերակը, որովհետև նաև ունենք ձերբակալվածներ Գյումրու ավականու անդամներից, ովքեր կոմունիստական կուսակցության անդամներ են, դրա համար ես ավելի շատ հակված եմ մտածելու, կարծելու, որ այս ամենը ուղղված էր խնդիրը մասսայական դարձնելու ու ամենազարմանալին ու աբսուրդը իմ համար հենց առաջին իսկ պահից, քանի որ ես նաև փաստաբան եմ 2018 թվականից զբաղվում եմ փաստաբանությամբ, նաև հոդվածներն էին զանգվածային անկարգություն, մի տեսակ ես առնվազն այդ ամբողջ ընթացքում, հասկանալով նաև թե ինչ է նշանակում զանգվածային անկարգությունը, նմանատիպ քայլեր ես չեմ տեսել, չգիտեմ տեսակցությունները արդյոք առկա են նմանատիպ բաներ թե չէ, բայց ամեն դեպքում վստահ եմ արտարտ դատարանը այս ամենի պատասխանը շատ մոտ ապագայում կտա։ Այստեղ նաև կուզենամ անդրադառնալ այն հարցին, թե իրականում ընդհանրապես կապ չունի օրինակ անձամբ իմ կալանավորումը, դեպի չգիտեմ գտնվեցի արտիքլ ԿՀ-ում 28 օր, գտնվելու էի 60 օր, թե չգիտեմ 15 օր կամ 8 ամիս, այստեղ հարցն է, որ օրվա իշխանությունները ըստիս փորձում են նման ճանապարհով մարդկանց վախեցնել, նման քեյսերով, խնդիրներով մարդկանց վախեցնել, որովհետև գործողություն չանել ու նաև իմ փաստաբանության մասով չեմ էլ ասում, որը աբսուրդի ժանից էր, բայց նաև խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, որը նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց։ Զոր տպավորություն է, որ մենք այլևս, եթե ինչ-որ մի բան խոսես, եթե ինչ-որ մի բան ասես, դա քո վրա կարող է շատ թանկ արժանալ, դա կարող է հասնել նրան, որ դու կալանավորվես ու գտնվես քո ընտանիքից, ընկերներից շրջապատից հեռու, էլ չեմ ասում, օրինակ իմ մասով ասեմ, ես ունեի շատ փաստաբանական գործեր, որոնց մասով շուրջ 30 օր ես չեմ կարողացել զբաղվել այդ մարդկանց գործերով, պաշտպանել իրենց իրավունքները։